Վերջապես նրանք հանդիպեցին ԱՄՆ-ի նախագահական թեկնածուներ դեմոկրատ Հիլարի Քլինտոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփը նախորդ գիշեր մասնակցեցին առաջին բանավեճին, որին ուղիղ եթերում հետևում էր ավելի քան 100 միլիոն մարդ։ Անդրադառնալով իր տնտեսական ծրագրին, Քլինտոնը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել հենց մարդկանց մեջ։ Ես ցանկանում եմ ներդրումներ կատարել ձեր ապագայի մեջ։ Դա նշանակում է նոր աշխատատեղեր ենթակառուցվածքների և առաջատար արտադրությունների ոլորտում, մաքուր վերականգնվող էներգիայի և մանր ձեռնարկատիրության մեջ, ասել է Հիլարի Քլինտոնը։ Ի պատասխան Թրամփը նշել է, որ նախատեսում է նվազեցնել ընկերությունների հարկերը 35-ից մինչև 15%, ինչը թույլ կտա ընկերություններին արտերկրից վերադարձնել արտադրությունը ԱՄՆ։ Մենք պետք է վերջ դնենք մեր աշխատատեղերի գողությանը։ Մենք պետք է թույլ չտանք մեր ընկերություններին լքել ԱՄՆ-ը, աշխատանքից ազատելով բոլոր աշխատողներին։ Բանավեճի ընթացքում Քլինտոնը նշել է, որ Թրամփը դատում է միայն հարուստ մարդու տեսանկյունից։ Նա իրականում հավատում է, որ որքան շատ օգնես հարուստ մարդկանց, այնքան լավ կլինի։ Ես այդպես չեմ մտածում, ընդգծել է Քլինտոնը։ Թրամփը անմիջապես արձագանքել է. Հենց հարուստներն են ստեղծելու բազմաթիվ աշխատատեղեր։ Անդրադառնալով անվտանգության խնդրին, Քլինտոնը հիշատակել է ռուսական հաքերների կողմից հարձակումները։ Ես ցնցված էի, երբ Դոնալդը հրապարակայնորեն կոչ արեց Պուտինին կոտրել ամերիկացիների տվյալների բազան։ Դա ուղղակի անընդունելի է, ասել է Հիլարի Քլինտոնը, նշելով, որ Թրամփն ի վիճակի չէ լինել գերագույն հրամանատար։ Ի պատասխան Թրամփը հիշեցրել է, որ դեռևս ապացուցված չէ, որ հաքերների հետևում հենց Ռուսաստանն է կանգնած, այլ ոչ, ասենք, Չինաստանը։ Ինչ վերաբերում է գլոբալ անվտանգությանը, Թրամփն առաջարկում է խնդրին գործարարի մոտեցում ցուցաբերել։ Առաջինը, ՆԱՏՕ-ի 28 երկրներից շատերը իրենց բաժին վճարումները չեն կատարում, ու քանի որ մենք պետք է նրանց պաշտպանենք, նրանք պետք է մեզ վճարեն գոնե պայմանագրով նախատեսված վճարը։ Բանավեճի նախօրեին Բլումբերգի կողմից անցկացված հարցման համաձայն Քլինտոնն ու Թրամփը յուրաքանչյուրը ստացել էին ամերիկացիների 46%-ի աջակցությունը։ Նախնական հարցումների համաձայն դեռևս պարզ չէ, թե ով է հաղթել առաջին բանավեճի ընթացքում, սակայն ընտրողների 80%-ն արդեն իսկ նշել են, որ բանավեճից հետո թեկնածուների մասին իրենց կարծիքը չեն փոխել։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։